Վանաձորի դատարանում եղբոր դաժան սպանության վրեժը լուծել փորձած երիտասարդին դեռ փնտրում են իրավապահները։ Նա երկուշաբթի ականատեսների խոսքով 21-ամյա եղբոր գործով դատի ժամանակ սպանության կասկածյալներից մեկին դանակով վիրավորելուց հետո կարողացել էր փախչել դատարանի շենքից։ Ինչու 4 կասկածյալներից հենց Էրիկին է դատարանում դանակով խփել սպանվածի եղբայրը։ Էրիկի տատի խոսքով նա միշտ սպառնացել է, որ վրեժ է լուծելու իր թոռից, ավելի քան 1 տարի առաջ սպանված եղբոր Հայկի հոգու հանգստության համար։ Որ մենք դատի գնում էինք, այդ տղեն ասավ հաթած կզցնիլ դեմ։ Վրա պրծավ իմ թոռին։ Թոռն էլ ասավ կոնկրետ իմացիով սպանել, նոր կզցվի։ Անմեղ է իր թոռը, պնդում է դատարանում 2 օր առաջ դանակահարված Էրիկի տատը։ Թոռն իրեն վստահեցրել է, ինքը չի սպանել։ Իր մեղքն այն է, որ տեսել է Հայկի դին ընկերների մեքենայում։ Տատը չի բացառում, որ Էրիկը օգնած լինի 3 ընկերներին թաղել Հայկին, բայց թոռը երդվել է, որ ինքը չի սպանել։ Հետևի բանը բացմա տենմա դիակ կա։ Ու այդ սաղորը այդ երեխեն տուն չի գալի Էրիկը։ Թե ինչ են անում, ուր են տանում, ուր չեն տանում, Էրիկը սպանության հետ կապ չունի։